թե ինչ կանի Աստծո խոսքը ձեր կյանքում, չեմ ուզում առաջանցնել, այլ այս բոլոր ընթացքը հանձնում եմ հոգևոր խնամակալի բանության կողմը։ Իհարկե, Միջով որ խոսում ես, թե ենք ես նկարում։ Այն բոլոր Աստծո խոսքը, որ մեզ է տված, մենք բաժանում ենք դες եւ հաշվետու ենք միջազգային կենտրոնին։ Դրա համար այդ ամենատարբեր մարդկանց հետ պետք է ունենանք մոտեցում, որպեսզի ամեն մեկին կարողանանք օգտակար։ Իհարկե դուք շատ մեծ նպատակ եք ունեցել եւ ընտրել եք բժշկի մասնագիտությունը։ Վստահ գիտեմ, որ ձեզանից շատերը Հիպոկրատի երթումն են ընդունել, որով մի բան են իրենց կյանքում արձանագրել, որ մեծ նպատակ ունեն ծառայել մարդկությանը, նրանց առողջությանը, նրանց բարօրությանը։ Թե ինչ չափով է դա ձեզ հաջողում, դուք ինքներդ եք իսկապես այդ խնդրի մեջ եւ շատ անգամներ գուցե հուսահատվում եք, գուցե ասենք ինչ որ մի բան այնպես չի ստացվում ձեր կյանքում, սակայն մենք բոլորս էլ գիտենք մի բան, որ կգան ու կանցնեն բոլոր գաղափարներն ու գաղափարախոսությունները։ Եվ մենք այն ժողովուրդն ենք, որ թևակողում ենք 3-րդ հազարամյակ, եւ վերջիվերջո Հայաստանյաց եկեղեցին որդեգրել է մի նշանաբան՝ մեկ ազգ, մեկ հավատ, մեկ եկեղեցի։ Մենք խորտ չենք մեր ժողովրդին, մենք ողջունում ենք իսկապես այդ նշանաբանը եւ ուզում ենք, որպեսզի թևակողելով 3-րդ հազարամյակ մեր ժողովուրդը շունչ քաշած լինի իր բոլոր դժվարություններից։ Մի քանի խոսք ուզում եմ ասել նոր գտականի մասին, թվում է թե նոր գտականի մասին հային քիչ բան կարելի ասել, բայց մենք շատ ասելիքներ ունենք։ Մենք գիտենք, որ իսկ մեր պապերը դավանելով Հիսուս Քրիստոսին որպես իրենց Տեր ու Փրկիչ, իրենց կյանքի գնով ավետարանը փրկել են, թեպետ մագաղատները հազարավորներով վարվել են հրոսակների կողմից, սակայն մենք այսօր էլ Մատնադարանում ունենք, Երևանի Մատնադարանում ունենք բազմաթիվ ձեռագրեր, որոնց վրա արյան հետքեր են, մարդիկ փրկել են ավետարանը, մարդիկ իրենց կյանքով են հատուցել ավետարանը պահպանելու համար։ Դժբախտաբար 20-րդ դարում շատ քչերն են, որ այսօր լուրջ հետաքրքրություն ունեն Աստծո խոսքին։ Մի երկու խոսքով ուզում եմ ներկայացնել նախկին անհավատների, աթեիստների հոգեբանությամբ, ասենք նշանավոր դեմքերին, որոնք իրենց փրկությունը վերջիվերջո գտել են Աստծո խոսքում։ Դրանցից է օրինակ Հայնրիխ Հայնը, որ նշանավոր գրող էր, նշանավոր բանաստեղծ գերմանացի, որը իր կյանքի վերջին ժամանակահատվածում լրջորեն մոտեցավ ավետարանին, լրջորեն մոտեցավ նոր գտակարանին եւ իր բոլոր ծանոթներին ասում էր, որ մինչդեռ ես ծաղրում էի ավետարանը, ծաղրում էի ամեն սրբություն, բայց հիմա ես իմ մահվան անկողնում պատրաստվում եմ կանգնելու Աստծո առաջ։ Մաո Ձեդունը, որի մասին դուք շատ երևի տեղյակ չեք եղել, որ վերջում ընդունել է քրիստոնեություն եւ հետո նոր ննջել է այս մեծ իր ժամանակի ասենք դեմքը մահվան անկողնում նույնպես կանչում է քրիստոնյա մի քարոզչի, որը վկայում է իրան Քրիստոսի մասին, որից հետո ինքն ասում է, որ հիմա ես կարող եմ հանգիստ խղճով կանգնել Աստծո առաջ։ Ձեզ կարող է տարօրինակ թվալ, բայց Աստծո խոսքը իր ուժը եւ զորությունը ունի։ Մեր թվականից առաջ 44 թվականին Հուլիոս Կեսար անունով էր իմպերատորը, որի մասին շատերը թերևս գիտեք, պետք է մեկ գեղեցիկ օր գար սենատ, որպեսզի իր սենատորների հետ կարևորագույն խորհրդակցություն ունենար։ Ինքը վատառողջ էր այդ օրը։ Սակայն նա որդեգրել էր մեկին, որի անունը Բրուտոս էր, սա շատ հորդորեց, որպեսզի ինքը այդ օրը սենատ գա։ Սենատի ճանապարհին հանկարծ վազելով մոտենում է մեկը եւ նրա ձեռքին մի գրություն է դնում։ Հուլիոս Կեսարը մտածում է, որ Թերևս ժողովուրդը հերթական անգամ խնդրում են իրենից ինչ-որ ողորմություն անել, ինչ-որ հարցի լուծում, դա երկրորդական հարց է, հարմար կլինի սենատում այդ խորհրդակցությունը ունենա, որից հետո ինքը այդ գրությունը կարդա։ Սակայն այդ օրը տարօրինակ էր Կեսարի համար, նրան շատ ավելի մեծ փառք են արժանացնում, փառաբանում են Կեսարին եւ շուտով մոտ 23 հոգի շրջապատում են նրան եւ Կեսարը ընդունում է 23 դաշույնի հարվածից։ Հետո պարզվում է, որ այդ գրության մեջ նրան զգուշացնում էին, Կեսարը այսօր դավադրություն է կազմակերպած քո դեմ, դու զգուշացիր, բայց Կեսարը մտածեց, հետո կընթերցեմ։ Մենք ապրում ենք շատ անհանգիստ մի ժամանակներում, մեր շուրջը բազմաթիվ դժվարություններ են, ծանր օրեր ենք ապրում, բայց դրա հետ միասին նաև մութ ու խավար ուժեր կան, որոնց հետ մենք առնչվում ենք ու շատ բաներ չենք հասկանում։ Ահա երկնքից այս խոսքը, Հիսուս Քրիստոսի խոսքը, որ դարեր անցել է եւ միշտ էլ հաղթել է, որովհետեւ Քրիստոսն ասում էր, երկինք երկիր պիտի անցնի,
բայց իմ խոսքերից բնավ մեկը պիտի չանցնի։ Այս խոսքը կօգնի ձեզանից յուրաքանչյուրին սատանայի հակառակորդի, որին մենք չենք կարող տեսնել, այդ մութ ու խավար ուժի ամեն դավադրությունների դեմ կանգնել։ Ավետարանը ձեզ ցույց կտա կյանքում ճշմարտապես կողմնորոշվելու ամեն պարագաներում։ Եվ մենք համոզված ենք, որ Աստծո զորությունը արտահայտված իր խոսքով ձեզանից յուրաքանչյուրի հոգու կարիքները պիտի բավարարի։ Վերջերս եղա մեկ տեղում, որ ասենք խոսում էինք ավետարանից, մարդիկ վկայեցին, որ ավետարանը ընթերցելով բժշկվել է։ Ուղղակիորեն մինչև այդ ավետարանին ծանոթ չեն եղել, ավետարանը ընթերցելով բժշկվել է։ Զանազան հիվանդություններից։ Ես էլ երկար տարիների այս նույն պոլիկլինիկայի հաճախորդն եմ եղել։ Նստած էր ձեր առջև Աբրամյան Յուրանին բժիշկն է, բայց այսօր ես ձեր մեջ ներկա եմ կենդանի։ Փառք Աստծո, մինչդեռ ծանր էր իմ վիճակը, այո, դուք չզարմանաք, ես Սարայել եմ Աֆղանստանում 79-81 թվականին շատ ծանր օրեր իսկապես ունեցել, սակայն երբ Աստծո խոսքը թափանցեց իմ կյանքը, ոչ միայն ես ստացա մամնական բժշկությունը, այլ նաև ես իմ անձնական հանդիպմամբ Քրիստոսի հետ ես հասկացա, որ իսկապես կենդանի Աստված եւ նրան պետք է երկրպագել հոգով եւ ճշմարտությամբ։ Եվ մեր մաղթանքն է, որպեսզի ձեզանից յուրաքանչյուրը ունենալով այս գիրքը հիշի մի բան, որ այստեղ սովորական մի հատ միջոցառում տեղի չի ունենում։ Մենք ձեզ հորդորում ենք, գուցե ձեզանից շատերը գիրքն ունեն տանը։ Մենք ձեզ հորդորում ենք ընթերցել Սուրբ Գիրքը։ Թե չէ կգա այդ օրը, որ դուք այդ դավադրության հեղինակին, հակառակորդին, որին դուք չեք տեսնում, դեմ առ դեմ կհանդիպեք, բայց արդեն ուշ կլինի։ Մեր փափագն է, որպեսզի դուք ավետարանը կարդալով իմանաք, որ Քրիստոսի խոսքը, որ ասում էր ես եմ ճշմարտությունը, ես եմ ճանապարհը եւ ես եմ կյանքը, դա չի փոխվել, որովհետեւ դա Աստծո խոսքն է։ Մենք հիմա մաղթում ենք ձեզ, որպեսզի ավետարանի ընթերցանությամբ թափանցեք ձեր մնացած կյանքի ընթացքի ավելի իմաստավորված մի շրջանը, որով էլ դուք կարող եք ձեր երկրավոր ընթացքն ավարտել մեծ խաղաղությամբ, մեծ հանգստությամբ, որ անշուշտ այն օրը, որ պիտի Աստծո առաջ կանոնեք, ոչ թե դուք պետք է հաշիվ տաք Հիպոկրատի երդումը մերժած լինելու համար, այլ Աստծո խոսքը մերժած լինելու պատճառով։ Թող Աստված օրհնի, որպեսզի ձեզանից յուրաքանչյուրը ավետարանի խոսքով փրկություն գտնի։ Ամեն։ Ես երկու րոպե։ Ով որ 1700 տարի է քրիստոնեությունը Հայաստանում, ով որ կարդացել է նոր կտակարանը կամ Աստվածաշունչը, էլի կկարդա, էլի նայում։ Հիմա իմ դարակում, վերևում կարող եմ բարձրանալ ստուգել, ներսես շնորհալու աղոթագիրն է, ամեն օր ես մի աղոթ կարդում։ Տանը իմ սեղանին Աստվածաշունչն է, հիմա 5 կտակարանն եմ կարդում, եստերի գիրքն եմ ասել։ Նոր կտակարանը մի քանի 16 տարեկանում եմ կարդացել, երբ որ հայրս աքսորված էր, կարդացողին երևի այլ էի տանում, բայց ես գաղտնի կարդացել։ Ուզում եմ ասել, ով որ կարդացել է, էլի կկարդա, եւ շատ ցանկալի կլինի, ով որ ես ունեմ եւ ես չեմ վերցնի, ինձ արկավոր չի, ունեմ նույնիսկ 2 հատ նվեր տված քահանայից, Տեր Աբրամից, ով որ վերցնում է, թող կարդալու համար վերցնի, չվերցնեն միայն հենց այնպես տանեն տունը գիրք, դնեն մի տեղ փոշով։ Եվ իսկապես պետք է կարդալ եւ ամեն օր Եմ բոլորն ինձ ճանաչում են 30 տարի աշխատում եմ, ես ամեն օր աղոթում եմ Աստծուն եւ Հիսուսին։ Ամեն օր, ամբողին մտնելուց առաջ եւ երկնալուց հետո։ Աստված օրհնի։ Հիմա ով որ վերցնում է, մի վերցեք որպես գիրք, վերցեք կարդալու համար։ Ես անձամբ նախագահն եմ այս կազմակերպության, մեր Արսեն Բալասանյանը փոխնախագահն է, իսկ մեր կամոբանությանը ինքը ոգևոր խնամական։ Ուրեմն ես հագիշտ դեպքում ներկայացրեցի կազմակերպությունը եւ նրա նպատակը։ Հիմա ես կուզեի որպեսզի խնդրեի կամոբանությանի դապորը սա հասկանալի է, ուրեմն սա այդ խորհուրդն է։ Իսկ ինչ վերաբերում ինչու է Գեդեոն կոչվում, եթե դուք Աստվածաշունչ ընթերցել եք դատավորած գիրք կա, այնտեղ խոսքը գնում է մի դատավորի մասին, որը անունը Գեդեոն է, որ ինքը եւ իր զորքը 300 հոգով նրանք ինչպես մադիամական զորքը պարտության մատնեցին լույսի միջոցով, Աստծո խոսքի միջոցով, այդ խորհուրդով։ Դրա համար մենք ինքներս մեր վրա վերագրել ենք Գեդեոն կազմակերպությունը եւ այդ նպատակն էր, որպեսզի Աստծո խոսքի միջոցով, Աստծո լույսի միջոցով մադիամական, այսինքն սատանայի զորքը տապնուվան, որպեսզի ամեն մարդ Աստծո խոսքի տեղը։ Սա է նպատակը։ Իսկ հիմա մենք ձեզ կնվիրենք
Աստծո խոսքը։ Հիմա ուրեմն սենց անայք չէ, ասեմ, որ դեպքերը շատ քիչ է, իրար ուրեմն կտանորին համար Ես տեսնում եմ այստեղ դեպքեր, որոնք շատ տխուր են, տեսնում եմ գիգանտ, որ իսկապես շատ ծանր վիճակում է։ Բայց ես դրա համար էլ մենք այս ժամվա մեջ այցելել ենք, որպեսզի ձեզ ասենք մի ճշմարտություն, որ ինչու են մեր ինձի դարձել, որ ապրենք։ Ավետարանը մեզ ցույց է տալիս, որ երկրավոր կյանքը վերջացնելուց հետո մարդը պիտի կանգնի իր ստեղծողի առաջ, բայց գոնե մենք Աստծուն ճանաչելով կանգնում մեր ստեղծողի առաջ։ Եվ այսօր մենք ներկայացնում ենք մի կազմակերպություն, որի մասին մեր բարեհարանալի մարդու ներկայացնում, որից հետո մենք ձեզ կմատակարարենք այն գրքերը, որ համար Այս աշխարհից բացելու համար, այս վերջի որ մենք ապրում, իրավոց որ գնանք լավ է։ Այո, հիմա մենք կաղոթենք, ախպերս, ձեզ համար, բոլորիդ համար, եւ աստվածապես անուն ինչպես է։ Այս մեր կուլտուրայի տար Ռաֆիկն է։ Կամոջա Ռաֆիկն է։ Ինչ է այս։ Եվ ես հավատում եմ, որ այս պահին իրայք ինչ-որ կատարվում է միայն Եվ ես հավատում եմ, որ Աստծո սերը հիմա իր առաջ վերում շարունակում է, որ ժամանակի ընթացքում մատնելի արանքով հայացնում է։ Չեմ ասում դատապարտության համար, բայց ես կսկացել իրական բաները չեմ։ Մատնելի արանքով ավետարանում է։ Մեր կյանքը ավետարանը փոխել է, Աստված փրկել է մեզ ավետարանի խոսքով։ Եվ ես ուզում եմ ասել, որ նույն վիճակում, եղելի ծանր վիճակում, դիմացի պալատներից մեկին ամիսներ առաջ մեկը բարկած էր։ Մենք մոտեցանք և լայնատավալ ես պստացած խտել էր։ Նույն վիճակն է, աղորդքից հետո ինքը բժշկվել է։ Եվ հիմա շատ հազար և ես հիմա ձեզ ուզում եմ ասել մի բան, որ հիվանդություններն Աստծուց չեն, այլ Աստված ընդհակառակը։ Եվ ուզում եմ, որպեսզի հիվանդության արմատից մենք ազատ լինենք։ Եթե այդ արմատից ազատ չլինենք, մենք հիվանդանալու ենք, մենք ցավ ենք հասնում, մենք տառապելու ենք, արմատը մեղք է, որ մարդը մեղավոր Աստծո առաջ։ Բայց այսքան ժողովուրդը, որ այսօր այցելել է, պատահական չի, Աստծո սիրո արտահայտությունն է սա։ Ես էլ եմ կրկնում ձեզ, մենք մի հատ աղոթք պիտի բարձրացնենք Ուրանում։ Եվ ես խնդրում եմ ձեզ, Մինչև աղոթքը ասել, դուք ես չի ճանաչում, ով տեսակշեցի։ Իմ չեմ աղոթքը, ինչքան եմ ժողովուրդ, ինչքան ասո խոսել ասել, բայց դեպ մատերի համար, բայց այսօր մենք համոզված ենք Աստված մեզ գործակցի։ ամեն։ Ուրեմն այո, չէ ուզում ասել, այդ հավատությունին այնպես չէ տրամադրված, որ իրոք լսել։ Ես գրքերից, որ մենք բաժանում ենք, ինքներ ուզում ենք։ Այո։ Շատ լավ, դուք եք։ Ուզում եմ մենք պիտի աղոթենք, և դուք երբևէ եղել եք մշակույթի պալատում։ Երևի տեղյակ եք արդեն ընջերի պաշտամունքներին և այն, չէ։ Եվ հիմա դուք առավել ևս կարիք ունեք ժողովարի, չէ, կարող չեք ուսում։ Դուք էլ կարող եք ընտեղ, մենք ենք հարուք ես, սիրով ու մարդասեր Աստված, դու քո սիրով պայքարում ես մարդկային հոգիները փրկելու համար։ Դրա ապացույցն այս պարագան և այս ժամն է, որ դարձյալ դու ուզում ես Ռաֆիկին այցելություն անել։ Տեր, մենք հավատում ենք, սիրելի փրկիչ, որ դու քո սիրով շարունակում ես կանչել Ռաֆիկին դեպի քո հավատելիությունը, դեպի քո սրբությունը, որ ինքն այնպես էր, մինչև այս ժամը չեր ընկալել Տեր։ Բայց մենք հավատում ենք քո հրաշագործ զորությանը, որ դու հիմա կարող ես գործ դնել, անկարելին կարելի դարձնել փրկիչ։ Այն ինչ որ մարդը անկարող է, դու ամենակարող ես Քրիստոս։ Oh, together mine who together by the Christ. Oh, seal of love to get them on this take out the card of benediction the Christ. Seal of Father and Glenn Gundish to get them mine in Christ. Oh, it's just because the Lucia of Kabushin that are having dead as well. Oh, I tell you that I don't tell Jesus. Boba Kutsura gave us a kid and a man come on to this. Եվ քո փրկությունով իրան բժշկություն շնորհի Տեր Հիսուս։
Քեզ Տեր, հալելույա քեզ Տեր Հիսուս, օրհնի Ռաբիկին Տեր Հիսուս, օրհնի, որովհետև ինքը քո ստեղծագործությունն է եւ քո գաղիքն է։ Մենք շնորհակալ ենք, որ այս հաղորդը բացաշատ քեզ եւ քո ողորմությունը պիտի անես։ Ամեն։ Այս վիճակում ինչ հարցում կարող։ Մենք աղոթեցինք քո համար։ Մենք իրան շատ